Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից Սաքարի կամրջով հայրենիք վերադարձավ 4 անձ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանն ու Վագիվ Խաչատրյանը։ Ադրբեջանը հայ գերիների մի մասի վերադարձը կապել է Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության հետ, ինչպես նաև մեջբերում եմ հումանիզմի սկզբունքի հետ։ Բայց ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլում շատ չեն լուսաբանել այն փաստը, որ Հայաստանը իր հերթին երկու սիրիացի վարձկան ահաբեկչի է հանձնել Սիրիայի իշխանություններին Թուրքիայի միջոցով։ Վերջիններս Հայաստանում դատապարտվել էին ՑՄԱ եւ ինչպես հայտարարվել է, Սիրիայում շարունակելու են պատժի կրումը։ Ադրբեջանական մամուլը գերիների վերադարձից հետո գրեց, թե այդ գործընթացը որևէ կերպ չի կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա գործակալությունը հղում անելով կառավարության իր անանուն աղբյուրներին գրել է, որ այդ մարդկանց ազատ արձակման ենթադրությունները պատրանք են։ Ադրբեջանական անանուն աղբյուրները բացառել են նման հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրելով Ադրբեջանի ժողովրդի դեմ գործած հանցագործության մեջ։ Փոխարենը չի բացառվում, որ հաստատված մյուս 11 գերիների մասով նույնպես ապագայում կարող են լինել դրական տեղաշարժեր։